Պարոն Ենոքյան, արդեն մի քանի շաբաթ է ինչ Հայաստանում տեղի են ունենում նախընտրական քարոզարշավը եւ նախ եւ առաջ կցանկանայի հարցնել, թե արդյոք սա քարոզարշավ է, որովհետեւ տեսնում ենք, որ մեկը մյուսի վրա այսպես կոչենք ցեխ է շպրտում եւ փոխադարձ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին, կարող ենք սա անվանել քարոզարշավ եւ ինչ կասեք այս ամենի իմաստով։ Գիտեք, քարոզարշավը այդ տեսակը, որ ուրեմն կողմերը փորձում են մեկը մյուսին վարկաբեկել, մեկը մյուսի վրա ցեխ շպրտել, ոնց որ դուք եք ասում, ընդհանրապես ասած հանդիպում է ամբողջ աշխարհում, բայց այստեղ չափազանց քրիտիկական է, այս ցեխ շպրտել չի բառապաշարը մանավանդ իշխանությունների կողմից չափազանց անընդունելի է, չափազանց կոպիտ է, կոշտ է, քրեական է եւ այս առումով խնդիրը ավելի է բարդանում։ Այստեղ ուրեմն ավելի նման է իրավիճակը կամ-կամին, հա։ Այսինքն կողմերը տեսնում են, որ ընտրությունից հետո իրենք տեղ չեն ունենալու։ Սա է հիմնական խնդրեմը։ Հիմնական խնդրեմն այն է, որ ով էլ հաղթի, այնուհետև ես տեսնում եմ, որ հնարավոր են հետընտրական զարգացումներ։ Ինչ հետընտրական զարգացումների մասին է խոսքը։ Ես նկատի ունեմ փողոցային պայքար։ Փողոցային պայքար ճշտելու, պնդելու, որ ուրեմն ընտրությունները կեղծված են։ Եվ դրա համար արդեն իսկ կան բավականին հիմքեր, արդեն իսկ ուրեմն իշխանությունների կողմից կիրառվել են ճնշումներ, որոնք որ անհամատեղելի են ընտրական process-ի հետ, արդեն իսկ ուրեմն կան ճնշումների ձերբակալություններ, ես նկատի ունեմ այդ հայհոյանքները, հա, արդեն իսկ կարելի է հայտարարել, որ ընտրությունները կեղծված են։ Սա հիմք կարող է հանդիսանալ հետընտրական զարգացումներին։ Այն բառապաշարը, որով իր քարոզարշավն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ես ինձ թույլ չեմ տա այդ բառերը այստեղ ցիտել, բայց այդ բառապաշարը որքանով է ընդունելի եվրոպական միջազգային կառույցների կողմից։ Եվ ինչ պիտի անեն նրանք, որպեսզի զսպիչ օղակ հանդիսանան։ Գիտեք, եվրոպական կառույցների կողմից կարծես թե դրա վերաբերյալ դեռ արձագանք մենք չենք տեսել։ Այո։ Ինչ է դա նշանակում, համաձայն են։ Չգիտեմ, կարող է պատահել իրենց աշխատանքի ոչն, այսինքն նրանք ունեն միգուցե զեկույցների համար որոշակի ժամանակացույց, երբ որ իրանք իրենց զեկույցները կտրամադրեն, հա։ Սա մի կողմից իհարկե անընդունելի է։ Բան ինչ որ ասում են, դա չի կարող ուրեմն նորմալ մարդկանց, առավել ևս ուրեմն քաղաքական գործիչների համար լինել ընդունելի։ Բայց մյուս կողմից կարծես թե եվրոպացիք այստեղ խնդիր ունեն ոչ թե ընտրությունների արդարությանը հետևելու, այլ Նիկոլ Փաշինյանին օժանդակելու։ Եվ այս առումով ես համոզված չեմ, որ նրանք ուրեմն կոշտ արտահայտությունը կամ ոչ թե կոշտ, այլ նույնիսկ քննադատական արտահայտություններով հանդես կգան նրա դեմ։ Հասկացա։ Տեսեք, նաև զուգահեռ սրան տեսնում ենք մանավանդ Երևանից նոր թափ է առել, Անդրանիկ Թևանյանին համարում է պետական դավաճան, սա բավականին լուրջ մեղադրանք է եւ այսօր Անդրանիկ Թևանյանը նրան հերքեց, որևէ ուրեմն հիմք չկա նրան նմանատիպ իրողության մեջ կասկածելու, հա։ Միևնույն ժամանակ մատը ոնց ճտացնում է, կարելի է այդպես ասել, նման այդ մարդու վրա քրեական գործեր են հարուցվում։ Այսինքն Փաշինյանը ԱԱԾ-ին ուղղորդում է Անդրանիկ Թևանյանի վրա քրեական գործ հարուցել, դիմել քննչական կոմիտեին այնուհետև քրեական գործ հարուցել։ Հետո տարբեր ձևերով տեսնում ենք Արցախցու նկատմամբ տեսանք կալանք կիրառվեց, որովհետև նա ուղղակի մոտեցել էր եւ իր հարցով էր, հա, ուզում կիսվել Փաշինյանի հետ։ Հիմա ուզում եմ հասկանալ այս ամեն ինչի համատեքստում նա իրավասություն ունի խառնվելու իրավապահ համակարգի գործերին։ Ուրեմն մի բան ասեմ, եթե դիտում եք մեր podcast-ը, մենք վերջին հաղորդման մեջ նշել ենք, որ հիմա Հայաստանում ընտրությունների մասնակցում է ոչ թե 19, այլ 28 եւ 20-րդը դա այս ամբողջ քննչական եւ ոստիկանական համակարգն է, հա, որը որ ընտրությունների, ինչ ասեմ, ամենաակտիվ մասնակիցն է։ Նիկոլը հայտարարել է, որ ինքը հիմա վարչապետ չի, այսինքն ներողություն, որ ինքը հիմա արձակուրդում է, այսինքն չի կատարում վարչապետի պարտականությունները, այնպես որ նրա մոտիկ ճտպացնելը պետք է որ նշանակություն չունենա, հա, իրականում։ Մյուս կողմից ընդհանրապես նրա մոտիկ ճտպացնելը նշանակություն չպետք է ունենա, որովհետև այստեղ դա վարչապետի ֆունկցիաները չեն, դրա համար կան տարբեր մարմիններ, որոնք որ իրենք
խնդիրները պետք է հետապնդեն, իրենք այդ խնդիրները պետք է լուծեն։ Բայց ուրիշ հարց կա, հիմա կարևորն այն է, ուրեմն այդ կոշտ խոսքեր առաջ բերել, կոշտ մեղադրանքներ առաջ բերել, շատ ժամանակ չկա, որ դրանք դրվեն դատարանով ապացուցում են եւ այլ։ Հետո դատարանը ապացուցի, որ նա վարչապետ ասենք թե սխալվել է։ Այս խնդիրն էլ կա, որի վրա որ Նիկոլա հենվում է, Նիկոլայի ընդհանրում է, որ այս պահովնակ կարողանա բարձրացնել այս իրար քաշած մեղադրանքներից։ Հասկացած ես։ Առհասարակ ինչ զարգացումներ եք սպասում բացի փողոցային պայքարից, վտանգավոր սցենարներ տեսնում եք այստեղ։ Դե վտանգավոր է փողոցային պայքարի մեջ ես վտանգավոր սցենար եմ տեսնում։ Իսկ կփոխվի իշխանությունն այդ դեպքում, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը այս ամենի ֆոնին վերընտրվի։ Չեմ կարող հիմա ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հաստատակամ կլինի անդիմությունը փողոցում եւ կախված է նրանից, թե որքան, ինչ ասում, իրենց ձեռքերին ազատություն կտան Նիկոլի ոստիկանները։ Այս երկու ֆակտորն այստեղ դառնում ավելի կարևոր։ Ամենայն դեպս գիտեք ինչ, արդեն իսկ ֆիքսել են, որ Նիկոլը այս ընթացքում բավականաչափ ուրեմն հանցանքներ է գործել եւ ընտրություններում պարտվելու դեպքում նա ազատության մեջ չի մնա։ Այս մասին կարծես թե անընդհատ ակնարկում է անդիմությունը։ Մյուս կողմից Նիկոլը արդեն իսկ շատ անդիմադիրների բանտարկել է եւ մյուսներին էլ խոստացել է բանտարկել ընտրություններից հետո։ Այսօր հիմա մարդիկ երկու ճանապարհ են տեսնում, կամ կլինի ազգային ժողովում կամ բանտում։ Դա չափազանց քրիտիկական իրավիճակի է բերում հանգեցնում, հա։ Հասկացած ես։ Ընտրության տեղ կարծես թե չի թողնվում ուժերի համար, ոչ թե քաղաքացիների։ Լավ, ինչու է Փաշինյանը քարոզարշավի ընթացքում նմանատիպ բառամթերքով հանդես գալիս։ Ես ինձ թույլ չեմ տա օգտագործել այն բառապաշարը, որը նա է կիրառում փողոցում քարոզարշավների ժամանակ, բայց ըստ էության նա չի ներկայացնում ապագա 5 տարվա իր անելիքները։ Տեսնում ենք միայն, որ անընդհատ խոսում է, լոզունգ դարձած, հա, կարծես խաղաղության օրակարգի մասին, խաղաղության մասին, բայց զուգահեռ դրան տեսնում ենք, թե որքան հեղեղուկ է այդ խաղաղությունը։ Տեսեք, Նիկոլը այս ընտրությունների ռազմավարություն ասենք, այսպեսին է, ես եմ տեսնում։ Նա չի ուզում, ոչ թե չի ուզում, այլ միգուցե տեսնում է, որ չի կարող նոր կողմնակիցներ ուրեմն ներգրավել ընտրություններին, նոր քվեներ ստանալ։ Եվ նա իր հույսը դրել է ուրեմն իր, այսպես ասենք, լոյալ էլեկտորատի վրա։ Խնդիրն այն է, որ այս լոյալներից ոչ ոք չփախնի իրենից։ Եվ սրա համար ուրեմն նա փորձում է կրուտո երևալ, թույլ ես բառը օգտագործեմ, եւ ուզում է ցույց տալ, որ ինքը ամեն ինչ կարող է ուրեմն մարդկանց մեղադրել կենդանի մնալու մեջ, կարող է մարդկանց մեղադրել ինչպես եղավ Ծառուկյանի դեպքում ուրեմն բանի մեծ ունեցվածքների գողության մեջ, չգիտեմ, բոլոր տեսակի մեղադրանքները նա կարող է առաջ քաշել եւ դրանք իրականացնել, հա։ Սա մի կողմից։ Մյուս կողմից ուրեմն ցույց տալով իր կարծիքով իր ուժը, նա կարծում է, որ կհիասթափեցնի այն բանոտրազանգվածին, որոնք որ ուզում են իր դեմ քվեարկել, եւ նրանք պարզապես չեն գնալ ընտրությունների համարելով, որ արդեն իսկ լուծված են հարցերը։ Ես կարծում եմ այս երկու խնդիրներն է հետապնդում։